Հարգելիս, ձեր մտերիմին փրկելու հավանականությունը 1% է։ Մենք ընդամենը պաշտպանում ենք Իրանի լեգիտիմ իրավունքը։ Շատ պարզ ծրագիր է, Իրանը չպետք է ունենա միջուկային զենք և չի ունենա։ Պարսից ծոցի տարածաշրջանում փխրուն հրադադար է, Հորմուզի նեղուցը փակ է, պետական այրերը սուր հայտարարություններ են փոխանակում, բարձրաստիճան զորավարներն էլ մկանները պրկելով պնդում են, թե պատրաստ են ղեկավարների հրամանով կրակ բացել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ նախագահ Դոնալդ Թրամփը այլևս կորցնում է համբերությունը եւ մոտ է Իրանի դեմ պատերազմը վերսկսելուն։ Նա չափազանց հեգնական տոնով է խոսել Իրանից ստացված վերջին առաջարկի մասին։ Նրա խոսքով իրանական կողմի նամակը անհեթեթության աստիճանի թույլ է, այնքան որ նա նույնիսկ մինչև վերջ չի էլ ընթերցել եւ այն դեն է նետել։ Թրամփը հրադադարը համեմատել է մահճակալին գանված օրհասական վիճակում գտնվողի հետ։ Right now it's on life support. They understand these are all medical people. Նա միացված է արհեստական շնչառության սարքին, բժիշկը մոտենում է հիվանդի ազգականին եւ ասում. հարգելիս, ձեր մտերիմին փրկելու հավանականությունը 1% է։ Your loved one has approximately a 1% chance of living. Մայիսի 13-ին Թրամփը կմեկնի Չինաստան, որտեղ նրան կընդունի նախագահ Սի Ցինպինը։ Միացյալ Նահանգների նախագահի համար այժմ ոչ բարենպաստ ժամանակաշրջան է։ Նա Պեկին չի հասնի իբրև պատերազմում վերջնական վճռական հաղթանակ ապահոված լիդեր։ Դա պնդել է հենց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որն ասել է, թե Դոնալդ Թրամփը ներկայիս հրադադարը եւ հարաբերական անդորրը չպետք է շփոթի հաղթանակի հետ։ Իրանի դիրքորոշումը ներկայացրել է Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության մամլոխոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Նրա խոսքով ամերիկացիները փորձում են միակողմանի քայլերով պարտադրել իրենց կամքը բոլորին։ ما هیچ امتیازی مطالبه نکردیم. تنها چیزی که مطالبه کردیم حقوق Մենք որևէ մեկից զիջումներ չենք պահանջում, մենք ընդամենը պաշտպանում ենք Իրանի լեգիտիմ իրավունքը։ Ամերիկյան եւ իրանական ռազմանավերը Հորմուզի նեղուցում վերջերս մեկ-մեկու վրա կրակ են բացել, ամերիկացիները շարունակում են իրանական նավահանգիստների շրջափակումը, Իսրայելն էլ հարվածներ է հասցնում Լիբանանում։ Այս ամենի հետևանքը կարող է դառնալ հերթական խոշոր արյունալի բախումը Մերձավոր Արևելքում։ Այդպիսի խնդիրներով է Թրամփը մեկնելու մոլորակի երկրորդ գերտերություն Չինաստան, որտեղ նրան կառաջարկեն քննարկել նաև Թայվանի բարդ թեման։ Իդեպ Չինաստանը միջազգային պատժամիջոցներից ազատված իրանական հում նավթի ամենախոշոր գնորդն է եւ հետեւաբար Սի Ցինպինը, որին Թրամփը իր լավ բարեկամն է անվանում, կպահանջի երաշխավորել Պեկինի շահերը։ Թրամփը ելի պնդել է, թե Իրանի զինված ուժերից գրեթե բան չի մնացել, որ Ամերիկայի բանակը ամենահզորն է աշխարհում, ապա նա ասել է, թե որն է այս պատերազմում Վաշինգտոնի նպատակը։ But it's a very simple plan. Iran cannot have a nuclear weapon and they won't have a nuclear Շատ պարզ ծրագիր է, Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ չի ունենա, սակայն նրանք չեն ուզում դա ընդունել։ Հիմարություն։ Ինչ է, նրանք կարծում են, թե ես կհոգնեմ եւ կհրաժարվեմ այդ պահանջից։ Միթե այդքան հիմար են, մենք կհասնենք լիակատար հաղթանակի։ There's no pressure at all. Թրամփի Չինաստան կատարելի կայցը կավարտվի մայիսի 15-ին։